իրադարձությունները եւ փաստերը համադրելով կարող եմ գալ հետեւյալ տեսակետի պաշտպանությանը, որ հավաքական արևմուտքին ձեռնտու չի եղել Ռուսաստանի միջնորդությամբ հոկտեմբերի 19-ի զինադադարը, որը Պուտինը առաջարկել եւ Ալիևը համաձայնվել է, Նիկոլիչը ասել է, հետո չի համաձայնվել եւ որովհետեւ այդ զինադադարից հետո ռուսական ակտիվները տարածաշրջանում շատ կմեծանային, ոչ թե կմտնեին միջազգային խաղաղապահներ, կմտնեին ռուսական խաղաղապահներ եւ միգուցե տարբեր ազդեցություններ ունենալով Նիկոլ Փաշինյանի վրա, Նիկոլ Փաշինյանին ստիպել են պատերազմել, ինչպես Ջոնսոնը գնաց ժամանակին Զելենսկուն ստիպեց, չէ՞։ Հրաժարվել մինչև վերջին ուկրաինացին պետք է կռվի, այո, եթե հիշում եք, այնտեղ առաջի ռաունդում գրեթե արդեն Ստամբուլի բանակցություններում Ուկրաինան եւ Ռուսաստանը արդեն պայմանավորվել են զինադադար կնքելու մասին, բայց Ջոնսոնը եկավ Կիև եւ հիմա այստեղ նմանատիպ մի բան եղել է նաեւ այս դեպքում, մանավանդ որ կարծեմ 20-ին թե 21-ին Զորիկը Մնացականյան Բայրամովի հետ այցելեցին Մոսկվա եւ Պոմպեոյի միջնորդությամբ արդեն Միացյալ Նահանգների միջնորդությամբ զինադադար, ասիկա զինադադար կնքեցին, կրակի դադարեցման ինչ-որ բան կնքեցին, որը 3 ժամ չտևեց։ Իսկ իմ տպավորությամբ հավաքական արևմուտքից է եղել հրահանգը եւ Նիկոլն էլ չի կարողացել այդ հրահանգին ընդդիմանալ։ Ինչու, որովհետեւ 18 թվականին ես չեմ բացառում, որ ոչ թե չեմ բացառում, այլ շատ արդեն բացահայտ ամեն ինչ, որ արևմտյան կենտրոնները Հայաստանում իրականացնել են գունավոր հեղափոխություն, ասենք ինքը չէ կարող նրանց ասի չէ։ Նրանք ասեն այդ ընկեր, այս Պուտինին Ռուսաստանին ստեղ ուժեղացրեց, իսկ նոյեմբերի 9-ին է ինչու արել։ Դե նոյեմբերի 9-ին վախեցել է իր աթոռը, որովհետեւ արդեն ադրբեջանցիք մտնում էին Ստեփանակերտ, ինքը տեսել է, որ Ֆրանսիան չի կարող մասնի, Տրամպը զբաղված է իր ընտրություններով, ինքը իր աթոռից վախենալով արդեն ստիպված թռավ ռուսական տերիտորիա, ռուսական իշխանությունների գիրկը, այդպես այնտեղ մնաց մինչև 22 թվականը, հետո արդեն դրանից հետո, երբ որ Ուկրաինայում իրադարձությունները մի քիչ փոխվեցին, դուջը թռավ Մակրոնի եւ Շարլ Միշելի հարթակ։ Հիմա ինքը իրանց որ նայում եք, միանշանակ արևմուտք, դե բնականաբար այդ գլոբալ արևմուտքի մեջ ՆԱՏՕ ասենք, արևմուտք ասենք, այդտեղից նրանք պետք է լինեն, էլի, կամ թուրքերը